Ինչ կանեիք, եթե թշնամին կանգներ ձեր դռանը, պատրաստ հողին հավասարեցնելու ձեր ամբողջ կյանքի գործը։ Բուլդոզերների աղմուկը խլացնում է եկեղեցու զանգերը։ Գևորգի ձեռքերը դողում են զայրույթից, երբ նա տեսնում է, թե ինչպես է անողոք շինարար Տիգրանը հրահանգում քանդել պապենական խաչքարերի արհեստանոցը։ Մարմարի փոշին խառնվել է օդին, իսկ նրա սրտում եռում է վրեժը։ Այս պահին նա կանգնած է անդունդի եզրին, մի կողմում արյունալի պայքարն է, մյուս կողմում Քրիստոսի ամենաբարդ, մարդկային տրամաբանությանը դեմ գնացող մի խորհուրդ, որը փորձելու համար խելագար խիզախություն է պետք։ Բայց ամենակարևորը, այն ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, շոկի ենթարկեց բոլորին։ Սա պատմություն չէ պարտության կամ նահանջի մասին։ Դուք ականատես կլինեք, թե ինչպես մի անսպասելի քայլը կարող է զինաթափել անգամ ամենադաժան թշնամուն։ Մենք կբացահայտենք այն հոգևոր զենքը, որն ավելի զորեղ գտնվեց, քան ծանր տեխնիկան և որը կարող է փրկել նաև ձեր կյանքի ավերակները։ Պատրաստ եք տեսնելու այս դրամատիկ պայքարի ցնցող հանգուցալուծումը։ Բաժանորդագրվեք հիմա, սեղմեք զանգակը և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Եկեք տեսնենք, թե որքան շատ ենք մենք։ Ծանր տեխնիկայի շարժիչի որոտը խլացրեց Գառնիի ձորի առավոտյան խաղաղությունը, և արհեստանոցի պատերը ցնցվեցին այնպես, կարծես երկրաշարժ լիներ։ 55 տարեկան Գևորգը, որի ձեռքերը պատված էին սպիտակ թուֆի փոշով, դուրս նետվեց հինավուրց քարե շինությունից, ձեռքում դեռ ամուր սեղմած պահելով մուրճն ու հատիչը։ Նրա ետևից դուրս վազեցին նաև նրա երկու օգնականները՝ երիտասարդ Վարդանը և տարեց Սուրենը, որոնց դեմքերին սարսափ ու զայրույթ էր խառնված։ Արհեստանոցի դարպասների մոտ, հենց այնտեղ, որտեղ դրված էին չորացման ենթակա նորատունկ խաչքարերը, կանգնած էր մի հսկայական դեղին բուլդոզեր, որի երկաթյա ատամները սպառնալից կերպով կախված էին Գևորգի պապի տնկած ընգուզենու վրա։ Փոշու ամպի միջից դուրս եկավ 40 տարեկան Տիգրանը, թանկարժեք կոստյումով, անթերի սափրված դեմքով և սառը հաշվարկող հայացքով, որը նայում էր արհեստանոցին ոչ թե որպես սրբավայր, այլ որպես ավելորդ աղբի, որը խանգարում է իր նոր հյուրանոցի կառուցմանը։ Տիգրանը ձեռքի շարժումով հրահանգեց վարորդին շարժիչը չանջատել, և սև ծուխը շարունակեց լցնել բակը, խեղդելով օդը։ Գևորգը մի քանի մեծ քայլով հասավ Տիգրանին և կանգնեց նրա ու բուլդոզերի միջև, կրծքով պաշտպանելով իր տունը։ Նրա երակները ճակատին ուռել էին, իսկ շնչառությունը ծանր էր ու ընդհատվող։ Տիգրանը նույնիսկ չբարևեց, այլ պարզապես հանեց գրպանից ծալված թուղթը և պահեց Գևորգի դեմքին, ցուցադրական արհամարհանքով։ Գևորգը բռունցքով հարվածեց թղթին, այն գետնին գցելով, և մուրճը բարձրացրեց օդ, պատրաստ հարվածելու ոչ թե թղթին, այլ երկաթյա մեքենային կամ նույնիսկ մարդուն։ Վարդանը, տեսնելով վարպետի կատաղությունը, վազեց դեպի քարերի կույտը և վերցրեց մի ծանր երկաթյա ձող, պատրաստվելով հարձակման, իսկ Տիգրանի թիկնապահները, որոնք մինչ այդ աննկատ կանգնած էին մեքենայի հետևում, անմիջապես առաջ եկան, ձեռքները տանելով դեպի գոտկատեղերը։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին, և օդում կախված էր արյան հոտը, որը ցանկացած պահի կարող էր հեղվել սուրբ քարերի վրա։ Տիգրանը քմծի ծախ տվեց և կոշիկի ծայրով հրեց գետնին դրված փոքրիկ, նուրբ զարդանախշերով խաչքարը, որի վրա Գևորգը աշխատել էր 3 ամիս։ Քարը շրջվեց և բախվելով մյուսին, ճակ տվեց մեջտեղից։ Այդ ձայնը, քարի կոտրվելու չոր ու ցավոտ ճռինչը սթափեցրեց բոլորին ավելի շատ, քան որոտը։ Գևորգը ճչաց, կարծես կոտրվել էր ոչ թե քարը, այլ իր ողնաշարը, և նետվեց առաջ, բայց Սուրենը ամբողջ ուժով գրկեց նրան հետևից, թույլ չտալով մարդասպանություն գործել։ Գևորգը գոռում էր, թպրտում Սուրենի գրկում, իսկ Տիգրանը սառնասրտորեն նայում էր ժամացույցին, ասես սպասում էր, թե երբ կավարտվի այս անհարկի տեսարանը։ Տիգրանը ցածր ձայնով, բայց հստակ ասաց, որ Գևորգը ունի ուղիղ 2 օր տարածքը ազատելու համար, հակառակ դեպքում բուլդոզերները կանցնեն ոչ թե քարերի, այլ արհեստանոցի պատերի վրայով, և ոչ մի դատարան կամ աղոթք նրան չի փրկի։ Հենց այդ պահին փողոցի վերևից լսվեց արագ քայլերի ձայն, և բակ մտավ հայր Արամը, տեղի եկեղեցու քահանան, որի սև սքեմը փողփողում էր քամուց։ Նա տեսել էր բարձրացող ծուխը և լսել աղմուկը, տեսնելով կոտրված խաչքարը և Գևորգի զայրույթից կարմրած աչքերը, հայր Արամը անմիջապես կանգնեց երկու կողմերի մեջտեղում, խաչը ձեռքին։ Նա չխոսեց օրենքից կամ սեփականությունից, այլ նայեց ուղիղ Տիգրանի աչքերին և հարցրեց, թե արդյոք նա չի վախենում Աստծո տունը քանդելուց։
Տիգրանը հեգնանքով պատասխանեց, որ սա Աստծո տուն չէ, այլ ընդամենը փոշոտ արհեստանոց, եւ որ ինքը պատրաստվում է ավելի մեծ եկեղեցի կառուցել հյուրանոցի բակում, մեղքերը քավելու համար։ Այս խոսքերը ավելի բորբոքեցին Գևորգին, ով պոկվեց Սուրենի ձեռքերից եւ ընկավ կոտրված խաչքարի մոտ, ծնկները դնելով սուր բեկորների վրա եւ սկսեց հավաքել քարի կտորները, արցունքները խառնելով քարի փոշուն։ Երեկոյան Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվել էր գրեթե ողջ գյուղը։ Լուրը Տիգրանի սպառնալիքի եւ կոտրված խաչքարի մասին տարածվել էր կայծակնային արագությամբ։ Տղամարդիկ խմբվել էին մի կողմում, քննարկելով, թե ինչպես կարելի է ուժով պաշտպանել արհեստանոցը։ Ոմանք առաջարկում էին փակել ճանապարհը, մյուսները գիշերը այրել Տիգրանի տեխնիկան։ Կանայք մոմեր էին վառում եւ լուռ աղոթում, բայց նրանց աչքերում նույնպես վախ ու անորոշություն էր։ Գևորգը նստած էր եկեղեցու աստիճաններին, գլուխը ձեռքերի մեջ առած։ Նրա կողքին դրված էին կոտրված խաչքարի բեկորները, որոնք նա բերել էր եկեղեցի, որպես վկայություն։ Հայր Արամը դուրս եկավ խորանից, ձեռքին պահելով ավետարանը եւ կանգնեց հավաքվածների առջև։ Լռություն տիրեց, բայց դա խաղաղության լռություն չէր, այլ փոթորկից առաջ տիրող լարվածություն։ Հայր Արամը բացեց ավետարանը եւ ընթերցեց Մատթեոսի 5-րդ գլխից. «Լսել եք, որ ասվել է. «Սիրիր ընկերոջդ եւ ատիր թշնամուդ»։ Իսկ ես ասում եմ ձեզ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում»։ Ընթերցումից հետո ամբոխի միջից դժգոհության ալիք բարձրացավ։ Վարդանը առաջ եկավ եւ բարձրաձայն բղավեց, թե ինչպես կարելի է սիրել մի մարդու, ով գալիս է տունը քանդելու, ով սրբություն չունի։ Մյուսները ձայնակցեցին նրան, ասելով, որ Հիսուսի խոսքերը լավն են խաղաղ ժամանակների համար, բայց հիմա պատերազմ է եւ թշնամուն պետք է պատասխանել նույն կերպ։ Գևորգը բարձրացրեց գլուխը եւ նայեց քահանային, հայացքում կարդալով հուսահատություն։ Նա սպասում էր, որ Հայր Արամը կորնի իրենց պայքարը, ոչ թե կառաջարկի խոնարհվել գազանի առաջ։ Հայր Արամը չընկրկեց ամբոխի ճնշման տակ։ Նա բարձրացրեց ձեռքը, լռություն պահանջելով, եւ մոտեցավ Գևորգին։ Նա ցույց տվեց կոտրված խաչքարը եւ հարցրեց Գևորգին, թե արդյոք նա կարող է նորից միացնել այդ քարը զայրույթով կամ ատելությամբ։ Գևորգը լուռ էր։ Քահանան շարունակեց, ասելով, որ եթե նրանք բռնությանը պատասխանեն բռնությամբ, ապա Տիգրանը կհաղթի, որովհետև նա ավելի ուժեղ է այդ դաշտում, նա ունի փող եւ իշխանություն։ Բայց կա մի դաշտ, որտեղ Տիգրանը անզեն է, եւ դա սիրո ու ողորմածության դաշտն է։ Հայր Արամը առաջարկեց մի խելահեղ անհնարին թվացող քայլ, հաջորդ առավոտ գնալ Տիգրանի մոտ, ոչ թե զենքով, այլ հացով ու աղով, եւ նրան նվիրել մի նոր խաչքար, որպես խաղաղության նշան։ Ամբոխը քարացավ։ Վարդանը թքեց գետնին եւ հեռացավ, ասելով, որ ինքը չի մասնակցի այդ ստորացմանը։ Գևորգը կանգնեց, նրա ոտքերը դողում էին։ Ներսում պայքար էր գնում, նրա պապերի արյունը պահանջում էր վրեժ, բայց Քրիստոսի խոսքը, որը նա լսել էր մանկուց, պահանջում էր հնազանդություն։ Նա նայեց եկեղեցու գմբեթին, հետո իր կոշտացած ձեռքերին, որոնք սովոր էին ստեղծել, ոչ թե քանդել։ Գևորգը մոտեցավ Հայր Արամին եւ ցածր խրպոտ ձայնով հարցրեց, թե ինչ երաշխիք կա, որ Տիգրանը չի ծաղրի նրանց եւ չի շարունակի քանդել։ Հայր Արամը պատասխանեց, որ Քրիստոսը երաշխիքներ չտվեց խաչի վրա, նա պարզապես սիրեց, եւ այդ սերը հաղթեց մահին։ Գևորգը խորը շունչ քաշեց, նայեց հավաքված համայնքին եւ գլխով արեց համաձայնելով, փորձել անհնարինը, թեև սիստը դեռ լի էր կասկածով եւ վախով վաղվա օրվա հանդեպ։ Գևորգը դանդաղ բացեց տան ծանր փայտե դուռը, եւ նախասրահի լռությունը միանգամից ճնշեց նրա ուսերը ավելի ծանր, քան այն քարե բեկորները, որոնք նա թողել էր եկեղեցու բակում։ Տան ներսում օդը թանձր էր ու լարված, իսկ խոհանոցից եկող սարած տոլմայի հոտը խառնվել էր վալերիանայի սուր բույրին, որը վկայում էր կնոջ Անահիտի անհանգիստ վիճակի մասին։ Սեղանի շուրջ, որի վրա դրված էին անձեռնմխելի մնացած ափսեները, նստած էր Գևորգի կրտսեր եղբայրը՝ Լևոնը, որի դեմքը կարմրել էր զայրույթից, իսկ աջ ձեռքի մատները անդադար թմբկահարում էին սփռոցի վրա, ստեղծելով նյարդային ռիթմ։ Լևոնը, ով միշտ հայտնի էր իր գործնական մտածելակերպով եւ տաքարյուն բնավորությամբ, հենց նոր էր լսել գյուղում պտտվող լուրերը Գևորգի եւ Հայր Արամի որոշման մասին, եւ հիմա նրա աչքերում վառվում էր մի կրակ, որը սպառնում էր այրել ոչ թե թշնամուն, այլ հարազատ եղբորը։
Անահիտը կանգնած էր պատուհանի մոտ, ձեռքերը կրծքին խաչած, եւ նրա հայացքը փախչում էր ամուսնու աչքերից, կարծես ամաչում էր այն խոնարհությունից, որը Գևորգը պատրաստվում էր ցուցաբերել հաջորդ առավոտ։ Գևորգը մոտեցավ սրբապատկերների անկյունին, վերցրեց հին մաշված կազմով ավետարանը եւ դրեց սեղանի կենտրոնում, հենց հացի ու գինու կողքին, փորձելով այդ շարժումով հաստատել այն որոշումը, որը դեռ դողում էր իր սրտում։ Լևոնը կտրուկ վեր կացավ աթոռից, այնպես հրելով այն, որ ոտքերը ճռռացին հատակի վրա, եւ երկու ձեռքով հենվեց սեղանին, դեմքը մոտեցնելով Գևորգին։ Նա սկսեց խոսել ցածր, բայց ատամների արանքից դուրս թռչող բառերով, որոնք հարվածում էին մտրակի պես։ Լևոնը պնդում էր, որ Գևորգը խելագարվել է, եթե կարծում է, թե Տիգրանի նման գիշատիչը կհասկանա հացի ու աղի լեզուն։ Նա հանեց գրպանից իր բջջային հեռախոսը եւ նետեց սեղանին, ավետարանի կողքին, ասելով, որ ինքը արդեն զանգահարել է քաղաքի լավագույն փաստաբաններին եւ նույնիսկ մի քանի լուրջ տղաների, ովքեր կարող են Տիգրանին բացատրել կյանքի օրենքները այլ մեթոդներով։ Լևոնի ձայնը գնալով բարձրանում էր, նա խոսում էր պատվի, թասիբի եւ պապերի հիշատակի մասին, որոնք ըստ նրա Գևորգը պատրաստվում էր ոտնատակ տալ, խոնարհվելով թշնամու առաջ։ Գևորգը լուռ լսում էր, ձեռքը դրած ավետարանի վրա, զգալով, թե ինչպես է եղբոր յուրաքանչյուր բառը խոցում իր հոգին, որովհետև իր ներսում դեռ ապրում էր նույն այդ հին մարդը, որը ցանկանում էր վերցնել մուրճը եւ ջարդել Տիգրանի գլուխը, այլ ոչ թե նրան նվեր տալ։ Անահիտը փորձեց միջամտել, ասելով, որ գուցե հայր Արամը ճիշտ է եւ արյունը արյունով չեն լվանում, բայց Լևոնը կտրեց նրա խոսքը, գոռալով, որ կանայք չպետք է խառնվեն տղամարդկանց պատերազմին։ Գևորգը խորը շունչ քաշեց, բացեց ավետարանը այն էջի վրա, որտեղ Քրիստոսը խոսում էր սիրո մասին եւ փորձեց կարդալ բարձրաձայն, բայց ձայնը դողում էր։ Նա կարդաց. «Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ինչ վարձ կունենաք»։ Սակայն Լևոնը չթողեց նրան ավարտել։ Եղբայրը խլեց գիրքը Գևորգի ձեռքից եւ փակեց այն ուժգին շրկկոցով, որը արձագանքեց սենյակի պատերին։ Լևոնը նայեց Գևորգի աչքերի մեջ եւ ասաց ամենացավոտ խոսքերը։ Նա մեղադրեց Գևորգին վախկոտության մեջ, ասելով, որ նա թաքնվում է Քրիստոսի հետևում, որովհետև վախենում է պայքարել իր հողի համար։ Ըստ Լևոնի, Քրիստոսը տաճարից վրընդեց առևտրականներին մտրակով, ոչ թե հացով, եւ հիմա ժամանակն է մտրակի, ոչ թե խոնարհության։ Սենյակում տիրեց սարսափելի լռություն, որը խախտվում էր միայն պատի ժամացույցի տկտկոցով։ Գևորգը զգաց, թե ինչպես է իր ընտանիքը կիսվում երկու մասի։ Մի կողմում Աստծո անհասկանալի, դժվարին պատվիրաններ, մյուս կողմում արյունակցական կապն ու երկրային տրամաբանությունը։ Նա վերցրեց ավետարանը սեղանից, սեղմեց կրծքին եւ ցածր ձայնով ասաց, որ վաղը ինքը կգնա Տիգրանի մոտ, անկախ նրանից Լևոնը իր կողքին կլինի, թե ոչ։ Լևոնը նայեց եղբորը հիասթափության եւ զայրույթի խառնուրդով, ապա վերցրեց բաճկոնը աթոռի թիկնակից։ Նա մատը թափ տվեց Գևորգի ուղղությամբ եւ սպառնաց, որ եթե Տիգրանը վաղը ծաղրի Գևորգին կամ ձեռք տա նրան, ապա ինքը Լևոնը կայրի այդ շին հրապարակը մոխրի վերացելով, եւ այդ ժամանակ թող Գևորգը իր ավետարանով գնա ոստիկանություն։ Դուռը շրկկոցով փակվեց Լևոնի հետևից, եւ այդ ձայնը հնչեց որպես վերջնական դատավճիռ եղբայրական միասնությանը։ Գևորգը մնաց կանգնած դատարկ սենյակի մեջտեղում, իսկ Անահիտը նստեց աթոռին եւ սկսեց լուր արտասվել, գլուխը դնելով սառը սեղանին։ Գևորգը մոտեցավ պատուհանին եւ նայեց դուրս դեպի խավարը, որտեղ հեռվում երևում էին Տիգրանի շինհրապարակի լուսարձակները, որոնք լուսավորում էին գիշերը ինչպես չարագուշակ աչքեր։ Նա հասկացավ, որ իր որոշումը արդեն արժեցել է նրան եղբոր հարգանքը, եւ վաղը կարող է արժենալ նաեւ ամբողջ գյուղի հարգանքը, բայց նա այլ ճանապարհ չէր տեսնում։ Այդ պահին նա զգաց մենակության այն սառը շունչը, որը հավանաբար զգացել էր Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում։ Երբ նույնիսկ ամենամոտ մարդիկ չէին կարողանում հասկանալ նրա ճանապարհը։ Առավոտյան արևը դեռ նոր էր շոյում Արարատյան դաշտավայրի հորիզոնը, երբ Գևորգը մտավ իր արհեստանոցի ամենալուռ անկյունը, որտեղ պահում էր իր լավագույն, բայց ոչ մեծ աշխատանքները, եւ դողացող ձեռքերով վերցրեց մի փոքրիկ նրբակերտ խաչքար, որը քանդակել էր կարմիր տուֆից։ Այս քարը նա պատրաստել էր հատուկ ոգեշնչմամբ, դրա վրա փորագրելով նռան եւ խաղողի ոգկույզների բարդ նախշեր, որոնք խորհրդանշում էին կյանքն ու առատությունը, եւ հիմա նա պատրաստվում էր այդ սրբությունը տանել ու դնել իր թշնամու Տիգրանի ոտքերի առաջ։
Գևորգի սիրտը բաբախում էր կոկորթում, իսկ ճակատին հայտնվել էին սառը քրկենքի կաթիլներ, քանի որ նա գիտակցում էր, որ այս քայլով ինքը ոտնահարում է իր տղամարդկային հպարտությունը, իր եղբոր Լևոնի զգուշացումները եւ գյուղի ավանդական պատկերացումները պատվի հասին։ Նա փաթաթեց խաչքարը մաքուր սպիտակ կտավի մեջ, ինչպես մայրը կփաթաթեր նորածին երեխային, եւ դուրս եկավ տնից, չնայելով կնոջը, ով լուռ աղոթում էր սրբապատկերների առջև, եւ չլսելով հարևանների շշուկները, որոնք նրան ուղեկցում էին մինչև շինհրապարակի դարպասները։ Ճանապարհը, որը սովորաբար տևում էր 10 րոպե, Գևորգին թվաց հավերժություն, եւ ամեն քայլափոխի նրա ներսում գոռում էր մի ձայն, որը պահանջում էր հետ դառնալ, վերցնել մուրճը եւ պայքարեր տղամարդավարի, բայց նա շարունակում էր քայլել, կարճած պահելով Հայր Արամի խոսքերին եւ Քրիստոսի պատվիրանին։ Տիգրանի ժամանակավոր գրասենյակը, որը տեղակայված էր շինհրապարակի կենտրոնում դրված ժամանակակից ապակեպատ կոնտեյներում, փչում էր սառը օդարակիչի եւ թանկարժեք օծանելիքի հոտով, որը խիստ հակադրվում էր դրսի փոշուն ու շոքին։ Երբ Գևորգը ներս մտավ, քարտուղարուհին փորձեց կանգնեցնել նրան, բայց Տիգրանը, որը նստած էր հսկայական սև սեղանի հետևում եւ խոսում էր հեռախոսով, ձեռքի անփույթ շարժումով թույլ տվեց մոտենալ։ Գևորգը կանգնեց սենյակի մեջտեղում, գլխարկը հանած, ձեռքերը կրծքին սեղմած, եւ սպասեց, մինչև Տիգրանը կավարտի զրույցը, զգալով, թե ինչպես է իր ներկայությունը այս սառը սենյակում դառնում ծիծաղելի ու ողորմելի։ Վերջապես Տիգրանը անջատեց հեռախոսը, հենվեց աթոռի թիկնակին եւ հեգնական ժպիտով նայեց Գևորգին, հարցնելով, թե արդյոք նա եկել է բանալիները հանձնելու։ Գևորգը խորը շունչ քաշեց, մոտեցավ սեղանին եւ դողացող ձեռքերով բացեց սպիտակ կտավը, Երևան հանելով կարմիր խաչքարը։ Նա նայեց Տիգրանի աչքերին եւ ասաց այն բառերը, որոնք պատրաստել էր ամբողջ գիշեր. «Տիգրան, ես չեմ եկել կռվելու, սա քեզ համար է, իմ ձեռքի աշխատանքն է, թող Աստված օրհնի քո աշխատանքը եւ խաղաղություն տա մեր տներին»։ Սենյակում լռություն տիրեց, եւ մի պահ Գևորգին թվաց, թե հրաշք է տեղի ունենալու, թե Տիգրանի սիրտը կհալվի քարի գեղեցկությունից։ Տիգրանը դանդաղ վերցրեց խաչքարը, պտտեց այն ձեռքերի մեջ, ասես ապրանք էր զննում շուկայում, եւ մատով անցկացրեց նուրբ փորագրությունների վրայով, բայց նրա դեմքին ոչ մի հիացմունք չհայտնվեց։ Հանկարծ նա քմծիծաղ տվեց, վեր կացավ տեղից եւ, նայելով ուղիղ Գևորգի աչքերին, արեց մի բան, որը սառեցրեց Գևորգի արյունը։ Նա բարձրացրեց ձեռքը եւ խաչքարը անփութորեն նետեց սեղանի տակ դրված մետաղյա աղպարկղի մեջ։ Քարի եւ մետաղի բախման ձայնը, այդ չոր, անհոգի դմբոցը, հնչեց որպես ապտակ Գևորգի դեմքին, որպես մահվան դատավճիռ նրա հույսերին։ «Լսիր, վարպետ», ասաց Տիգրանը սառը գործնական տոնով, «ինձ քո քարերը պետք չեն, ես դրանցից 1000 հատ կարող եմ գնել, եթե ուզենամ։ Ինձ քո հողն է պետք, քո տարածքը, հասկանում ես։ Վերցրու քո աղբը եւ կորիր այստեղից, մինչև վաղը առավոտ ժամանակ ունես»։ Գևորգը քարացել էր, նրա աչքերը սևացան, շնչառությունը կտրվեց, եւ նա զգաց, թե ինչպես է Լևոնի ճշմարտացիությունը ծանրանում իր ուսերին։ Նա ուզում էր հարձակվել, խեղդել այդ ամբարտավանին, բայց ոտքերը կարծես մեխված լինեին հատակին։ Առանց մի բառ ասելու, առանց խաչքարը աղբարկղից հանելու, նա շրջվեց եւ դուրս եկավ գրասենյակից, թողնելով իր արժանապատվությունը այնտեղ, աղբի մեջ։ Երբ Գևորգը հասավ եկեղեցի, նա նման էր մի մարդու, ով վերապրել է ռմբակոծություն։ Նրա հայացքը դատարկ էր, քայլվածքը անհաստատ։ Նա մտավ ներս, որտեղ Հայր Արամը մոմեր էր կարգավորում, եւ ուժասպառ ընկավ առաջին նստարանին, գլուխը ձեռքերի մեջ առնելով։ Հայր Արամը, տեսնելով նրա վիճակը, անմիջապես մոտեցավ, բայց Գևորգը կտրուկ բարձրացրեց գլուխը։ Եվ նրա աչքերում արդյունքների փոխարեն կատաղություն էր։ «Տեր հայր», գոռաց նա, եւ նրա ձայնը արձագանքեց դատարկ եկեղեցում։ «Ահա քո խորհուրդը, ես գնացի, ես խոնարհվեցի, ես նրան տվեցի իմ սիրտը քարի տեսքով, իսկ նա այն նետեց աղբարկղը։ Նա ասաց, որ իմ սրբությունը իրեն պետք չէ։ Հիմա ինչ չես ասելու, որ ես պետք է գնամ ու ոտքերը լվանամ»։ Գևորգի ձայնը դողում էր հուսահատությունից եւ վիրավորանքից։ Նա զգում էր, որ Աստված ծաղրել է իրեն, որ իր հավատքը եղել է միամիտ երեխայի խաղ։ Նա սպասում էր, որ քահանան կամաչի, կարդարանա, կասի, որ սխալվել է, բայց Հայր Արամը կանգնած էր անշարժ, խիստ եւ տխուր հայացքով։ Հայր Արամը դանդաղ նստեց Գևորգի կողքին եւ ձեռքը դրեց նրա դողացող ուսին։ «Գևորգ», ասաց նա ցածր, բայց հաստատուն ձայնով, «դու կարծում էիր, որ Քրիստոսի խորհուրդը կախարդական փայտիկ է»։
Դու մտածում էիր, որ եթե մեկ անգամ բարիք գործես, չարը անմիջապես կչքանա։ Քրիստոսին խաչեցին նրա բարության համար, նրա վրա թքեցին, երբ նա բժշկում էր։ Եթե դու ուզում ես հետևել նրան, դու պետք է պատրաստ լինես, որ քո նվերը կնետեն աղբարկղը, եւ դու դեռ պետք է սիրես։ Գևորգը նայեց քահանային ապշած, չհավատալով իր լսածին, նրանից պահանջվում էր ավելին, քան մարդկային ուժը կարող էր տանել։ Սա փորձություն է, եղբայր, շարունակեց հայր Արամը։ Տիգրանը մերժեց քարը, բայց դա չի նշանակում, որ Աստված պարտվեց։ Հիմա է սկսվում իսկական պայքարը, ոչ թե հողի համար, այլ քո հոգու համար։ Դու պետք է որոշես, դու վաճառական ես, որը բարիք է անում փոխհատուցման ակնկալիքով, թե քրիստոնյա, որը սիրում է անգամ այն ժամանակ, երբ իրեն խաչում են։ Այս խոսքերը ծանր քարի պես իջան Գևորգի սրտին, բացելով մի նոր, սարսափելի, բայց եւ վեհ հորիզոն, որտեղ հաղթանակը չէր չափվում հողատարածքներով, այլ տառապանքը կրելու կարողությամբ։ Գևորգի վերադարձից ընդամենը 2 ժամ անց գյուղի մթերային խանութի մոտ կայանեց մի փայլուն սև մեքենա, որից դուրս եկան Տիգրանի մարդիկ եւ սկսեցին թերթեր բաժանել անցորդներին, բարձրաձայն ծիծաղելով ու մատնացույց անելով դեպի արհեստանոցի կողմը։ Թերթի առաջին էջում տպագրված էր մի սկանդալային հոդված՝ Սուրբ քողի տակ թաքնված խարդախները վերնագրով, որտեղ Գևորգի պապը ներկայացվում էր որպես հողազավթիչ, իսկ Գևորգը որպես կեղծ բարեպաշտ, ով օգտագործում է եկեղեցին իր ապօրինի բիզնեսը պաշտպանելու համար։ Լուրը կրակի պես տարածվեց գյուղում, եւ երբ Գևորգի 80-ամյա մայրը, տիկին Սիրանույշը, իր հին ձեռնափայտով դանդաղ մոտեցավ շուկայի վաճառասեղաններին հաց ու պանիր գնելու, նա զգաց մի սառը, օտարացնող լռություն, որը երբեք չէր զգացել իր ողջ կյանքի ընթացքում։ Վաճառողուհին Աշխենը, ում հետ Սիրանույշը տարիներ շարունակ սուրճ էր խմել ու կիսվել ընտանեկան հոգսերով, հանկարծակի զբաղված ձևացավ, մեջքով շրջվելով ու դասավորելով պահածոները, իսկ երբ Սիրանույշը փորձեց ձայն տալ, Աշխենը կոպտորեն պատասխանեց, որ ապրանքը վերջացել է։ Մյուս գնորդները, հարևաններ ու ծանոթներ սկսեցին ցածրաձայն փսփսալ ու հեռանալ, կարծես Սիրանույշը վարակիչ հիվանդություն ուներ, եւ ծեր կինը մնաց կանգնած դատարկ տոպրակով, արցունքները հազիվ զսպելով կնճռոտ այտերին։ Գևորգը, իմանալով կատարվածի մասին, վազեց շուկա եւ գտավ մորը միայնակ նստած ճամփեզլի քարին։ Նրա ձեռքերը դողում էին, իսկ հայացքը ուղղված էր գետնին։ Նա գրկեց մորը, օգնեց նրան ոտքի կանգնել, բայց հենց այդ պահին մոտեցավ Լևոնը, մի խումբ երիտասարդների հետ, որոնց մեջ էր նաև Վարդանը, արհեստանոցի օգնականը։ Լևոնը, տեսնելով մոր վիճակը, կատաղությունից կարմրատակեց եւ սկսեց բղավել ամբողջ շուկայով մեկ, մեղադրելով Գևորգին ընտանիքի խայտառակության մեջ։ Տեսնում ես քո խոնարհության պտուղները, եղբայր, գոռում էր Լևոնը, մատը թափահարելով Գևորգի դեմքին։ Դու գնացիր, գլուխ խոնարեցիր, իսկ նրանք հիմա թքում են մեր մոր վրա։ Սա է քո Քրիստոսի սերը, սա է այն ճանապարհը, որով պետք է գնանք։ Մենք դարձել ենք գյուղի ծաղրի առարկան, եւ դա քո մեղքն է։ Վարդանը նույնպես առաջ եկավ եւ նետեց իր գոքնոցը Գևորգի ոտքերի մոտ, ասելով, որ ինքը չի կարող աշխատել մի մարդու մոտ, ով չունի թասիբ պաշտպանելու իր պատիվը, եւ որ ինքը գնում է միանալու այն տղաներին, ովքեր գիտեն ինչպես խոսել Տիգրանի հետ։ Գևորգը կանգնած էր մոր ու եղբոր արանքում, խոցված ամեն կողմից, եւ նրա հավատքը, որը առավոտյան թվում էր անսասան, հիմա ճաքեր էր տալիս ճնշման տակ։ Երեկոյան տանը մթնոլորտը ավելի էր ծանրացել։ Հեռախոսը անդադար զանգում էր, բայց ոչ ոք չէր վերցնում, քանի որ գիտեին, դա կամ լրագրողներ են, կամ չարախնդող հարևաններ։ Անահիտը նստած էր խոհանոցում եւ լուռ լաց էր լինում, նայելով սառած ընթրիքին, իսկ Սիրանույշը պառկել էր անկողմում, արյան ճնշումը բարձրացած։ Գևորգը փակվել էր իր սենյակում եւ նայում էր պատին կախված խաչելությանը, բայց այս անգամ աղոթքի բառերը չէին գալիս։ Նա հիշեց հայր Արամի խոսքերը. «Սա փորձություն է, բայց արդյո Աստված պահանջում է, որ իր ընտանիքը ոչնչանա»։ Ներսում կասկածը սողում էր օձի պես, գուցե Լևոնը ճիշտ է, գուցե Քրիստոսի խոսքերը վերաբերում են միայն հոգևոր աշխարհին, իսկ այս դաժան իրականության մեջ պետք է գործել ատամը ատամի դեմ սկզբունքով։ Նա զգում էր, որ կորցնում է հողը ոտքերի տակից, եւ ամենավատն այն էր, որ նա սկսում էր ամաչել իր առավոտյան արարքից, այն համարելով թուլություն, ոչ թե ուժ։ Հանկարծ դուռը թակեցին, եւ ներս մտավ հայր Արամը, դեմքին մտահոգություն, բայց ոչ հուսահատություն։ Նա եկել էր իմանալով շուկայում տեղի ունեցածի մասին, բայց Գևորգը նրան դիմավորեց սառը հայացքով։ «Տեր հայր», ասաց Գևորգը հոգնած ձայնով, «ես արեցի այն, ինչ դուք ասացիք, եւ տեսեք ուր հասանք։ Իմ մայրը հիվանդ է, եղբայրս ատում է ինձ, իսկ գյուղը ծաղրում է մեզ։
Միթե սա է Աստծո կամքը։ Միթե Քրիստոսը ուզում է, որ մենք դառնանք ոտնաշոր ուրիշների համար, Հայր Արամը նստեց աթոռին և երկար լռեց, նայելով Գևորգի տանջված դեմքին։ Նա չսկսեց քարոզ կարդալ կամ մխիթարել սովորական բառերով, նա միայն ասաց. «Գևորգ, Պետրոսը 3 անգամ ուրացավ Քրիստոսին, որովհետև վախեցավ մարդկանց կարծիքից, վախեցավ ամոթից։ Դու հիմա կանգնած ես նույն խարույկի մոտ։ Հասարակական ամոթը ամենադժվար խաչն է, բայց հենց այդ ամոթի միջով է անցնում հարության ճանապարհը։ Եթե դու հիմա հանձնվես և վերցնես քարը, դու կդառնաս նրանցից մեկը, ովքեր խաչեցին նրան։ Բայց եթե…» Քահանան չավարտեց միտքը, թողնելով, որ լռությունը լցնի սենյակը, բայց Գևորգի սրտում այդ անավարտ նախադասությունը հնչեց ավելի բարձր, քան Լևոնի բոլոր գոռոցները։ Նա հասկացավ, որ իր պայքարը դեռ նոր է սկսվում, և թշնամին ոչ թե Տիգրանն է, Այլ իր սեփական վախը մարդկանց աչքերում հիմար երևալուց։ Արևածագի առաջին շողերը հազիվ էին լուսավորում Գեղարդի վանքի ժայռափոր խցերը, երբ Գևորգը, ամբողջովին ուժասպառ և հոգեպես ջախջախված, նստած էր հինավուրց պարսպիտակ, նայելով ներքևում հոսող գետին։ Նա փախել էր գյուղից, փախել էր Լևոնի մեղադրանքներից, մոր լռությունից և հարևանների հայացքներից, որոնք այրում էին նրա մեջքը։ Այստեղ, քարերի և լռության մեջ, նա փնտրում էր պատասխան, բայց գտնում էր միայն դատարկություն, և նույնիսկ աղոթքը չէր գալիս նրա շուրթերին, որովհետև նա զգում էր, որ Աստված լռում է։ Գևորգի կողքին նստած էր Հայր Արամը, ով հետևել էր նրան մինչև վանք, բայց ոչ մի բառ չէր ասում, հասկանալով, որ մխիթարության խոսքերը հիմա անիմաստ են։ Հանկարծ վանքի բակում հայտնվեց մի խումբ աշխույժ երեխաներ, որոնք եկել էին էքսկուրսիայի, և նրանցից մեկը, մի չարաճճի տղա, վերցրեց գետնից մի մեծ քար և ամբողջըժով նետեց անկյունում կծկված թափառական շան վրա։ Շունը ցավից ոռնաց և փախավ, իսկ քարը գլորվեց մինչև ծեր վանականի Հայր Սահակի ոտքերը, ով այդ պահին ավլում էր բակը։ Հայր Սահակը, որի մեջքը կորացել էր տարիների ծանրությունից, դանդաղ կռացավ, վերցրեց քարը իր կնճռոտ ձեռքերով և նայեց տղային, ով սպասում էր հանդիպանության կամ պատժի։ Բայց ծերունին ոչինչ չասաց, նա պարզապես շրջվեց և քայլեց դեպի վանքի կիսաքանդ պարիսպը, որտեղ մի մեծ անցք էր բացվել։ Նա խնամքով տեղադրեց այդ չար քարը անցքի մեջ, ամրացրեց այն ցեխով և փոքրիկ խիչերով և հարթեցրեց մակերեսը։ Այդ պարզ, լուռ գործողությունը ցնցեց Գևորգին ավելի շատ, քան որևէ քարոզ։ Նա տեսավ, թե ինչպես հարվածելու համար նախատեսված զենքը դարձավ շինանյութ, ինչպես ավերածությունը վերածվեց ամրության։ Նրա ուղեղում պայթեց մի միտք, որը լուսավորեց ամեն ինչ։ Սիրել թշնամուդ չի նշանակում թույլ տալ վրան քեզ ոչնչացնել, չի նշանակում պարզապես համբուրել մտրակը։ Դա նշանակում է վերցնել նրա նետած քարը, նրա ատելությունը, նրա չարությունը և օգտագործել այն քո տաճարը կառուցելու համար։ Գևորգը ցատկեց տեղից, աչքերը լայն բացած և բռնեց Հայր Արամի ուսերից, թափահարելով նրան։ «Տեր Հայր», բացականչեց նա շնչակտուր, «ես հասկացա»։ Ես ամբողջ ժամանակ սխալ էի անում։ Ես փորձում էի փափկացնել Տիգրանի սիրտը իմ թուլությամբ։ Ես փորձում էի նրան նվեր տալ, որպեսզի նա ինձ խղճա։ Բայց Քրիստոսը չի ուզում, որ մենք խղճուկ լինենք։ Նա ուզում է, որ մենք լինենք ստեղծող։ Տիգրանի հարձակումը, նրա այդ հոդվածը, մարդկանց ծաղրանքը, դրանք բոլորը քարեր են, որոնք նա նետել է ինձ վրա։ Եվ ես պետք է այդ քարերով կառուցեմ մի բան, որը նա չի կարող քանդել։ Հայր Արամը ժպտաց, տեսնելով, թե ինչպես է կյանքը վերադառնում Գևորգի աչքերին, թե ինչպես է հուսահատությունը փոխարինվում վճռականությամբ։ Գևորգը շարունակեց խոսել արագ-արագ, ծրագրելով իր անելիքները։ Նա այլևս չէր պատրաստվում գնալ Տիգրանի մոտ խնդրանքով։ Նա պատրաստվում էր օգտագործել այդ սկանդալը, այդ ամբողջ աղմուկը, որպեսզի ցույց տա աշխարհին իրական արժեքները։ Այդ պահին վանքի զանգերը սկսեցին ղողանջել, և այդ ձայնը հնչեց Գևորգի համար որպես հաղթանակի կոչ։ Նա հասկացավ, որ մինչև հիմա նա պայքարում էր Տիգրանի դեմ նրա իսկ կանոններով, կամ ուժով, կամ ստորացմամբ։ Բայց կա երրորդ ճանապարհը, Քրիստոսի ճանապարհը, որը վեր է կանգնած այդ երկուսից։ Դա չարիքը բարիքով հաղթելու ճանապարհն է, բայց ոչ թե պասիվ բարիքով, այլ ակտիվ, ստեղծարար ուժով։ Նա նայեց Հայր Սահակին, ով շարունակում էր իր գործը խաղաղությամբ, և զգաց, որ իր հոգու ավերակները նույնպես սկսում են վերականգնվել։
Գևորգը խորը շունչ քաշեց լեռնային օդը, որը լի էր ուրցի և խնկի բույրով, և դարձավ դեպի հայր Արամը, ասելով. «Գնանք, Տեր հայր, մենք գործ ունենք անելու, և այս անգամ մենք կկառուցենք այնպիսի պատ, որը ոչ մի բուլդոզեր չի կարող քանդել»։ Երբ նրանք իջնում էին վանքից, Գևորգը զգում էր, որ իր մեջ ծնվել է մի նոր մարդ։ Նա այլևս չէր վախենում ամոթից, չէր վախենում Լևոնի զայրույթից կամ Տիգրանի փողերից։ Նա գտել էր այն բանալին, որը Քրիստոսը թաքցրել էր իր պարզ թվացող խոսքերի տակ։ Սերը թշնամու հանդեպ զգացմունք չէ, այլ ռազմավարություն։ Դա հոգևոր այկիդո է, որտեղ դու օգտագործում ես հակառակորդի ուժը նրա դեմ ոչ թե նրան վնասելու, այլ իրավիճակը փոխելու համար։ Եվ այդ գիտակցումը նրան տվեց այնպիսի ազատություն, որը նա երբեք չէր զգացել, նույնիսկ իր լավագույն օրերին։ Նա պատրաստ էր վերադառնալ գյուղ, բայց ոչ որպես զոհ, այլ որպես հաղթող, ով գիտի գաղտնիքը։ Գևորգը վերադարձավ տուն, երբ արդեն մութ էր, բայց նրա քայլվածքը այնքան թեթև էր, որ թվում էր ոչ թե լեռներից է իջել, այլ թռել է։ Նա անմիջապես կանչեց ընտանիքին, Անահիտին, Լևոնին և նույնիսկ հիվանդ մորը, տիկին Սիրանույշին, որը հազիվ էր քայլում։ Նրանք հավաքվեցին հյուրասենյակում, սպասելով վատ լուրերի, քանի որ Գևորգի աչքերում վառվում էր մի տարօրինակ կրակ, որը նրանք սովորաբար տեսնում էին միայն մեծ տոների ժամանակ։ Լևոնը կանգնած էր անկյունում, ձեռքերը խաչած, պատրաստ նորից վիճելու, իսկ Անահիտը անհանգիստ մատներով ճմրթում էր գոգնոցը։ Գևորգը խորը շունչ քաշեց և հայտարարեց իր որոշումը. «Մենք չենք գնալու ոչ դատարան, ոչ էլ կռիվ ենք տալու Տիգրանի դեմ։ Մենք վերականգնելու ենք հին մատուռը, հենց այնտեղ, որտեղ Տիգրանը ուզում է լողավազան սարքել։ Եվ մենք դա անելու ենք անվճար, բոլորի աչքի առաջ»։ Սենյակում տիրեց քար լռություն, որը խախտվեց միայն Լևոնի հեգնական ծիծաղով։ Լևոնը մոտեցավ սեղանին, հարվածեց բռունցքով և գոռաց. «Դու վերջնականապես խելագարվել ես, եղբայր։ Տիգրանը քեզ ծաղրում է, մարդիկ թքում են մեր երեսին, իսկ դու ուզում ես նրա համար շինարարություն անել։ Դու ուզում ես մատուռ սարքել, որ նա հետո քանդի։ Սա ինչ հիմարություն է։ Դու մտածում ես, որ եթե քար դնես քարի վրա, նա կփոխվի։ Նա գործարար է, ոչ թե հավատացյալ»։ Գևորգը հանգիստ նայեց եղբորը և պատասխանեց. «Լևոն, դու չես հասկանում, սա շինարարություն չէ, սա պատերազմ է, բայց մենք կռվելու ենք ոչ թե զենքով, այլ սրբությամբ։ Եթե մենք այնտեղ մատուռ կառուցենք և մարդիկ գան աղոթելու, Տիգրանը չի կարողանա այն քանդել առանց ամբողջ աշխարհի առաջ խայտառակ լինելու։ Մենք նրան կդնենք փակուղու մեջ, ոչ թե ատելությամբ, այլ Աստծո տան պատերով»։ Լևոնը թափահարեց ձեռքը և դուրս եկավ սենյակից, շրխկացնելով դուռը, բայց Անահիտը, որը մինչ այդ լուր էր, մոտեցավ ամուսնուն։ Նա նայեց Գևորգի աչքերին և տեսավ այնտեղ ոչ թե վախ, այլ հաստատակամություն։ «Ես քեզ հետ եմ, Գևորգ», ասաց նա ցածր ձայնով։ «Եթե դու հավատում ես, որ սա է ճանապարհը, ես քարերը կկրեմ քեզ հետ միասին»։ Հաջորդ առավոտյան լուրը տարածվեց գյուղում, և մարդիկ սկսեցին հավաքվել արհեստանոցի մոտ, ոչ թե ծաղրելու, այլ հետաքրքրասիրությունից դրդված։ Գևորգը, Անահիտը և նույնիսկ ծեր Սիրանույշը, ով նստել էր աթոռին և աղոթում էր, սկսեցին մաքրել հին մատուռի տարածքը, որը գտնվում էր հենց արհեստանոցի և Տիգրանի շինհրապարակի սահմանագծին։ Սկզբում մարդիկ պարզապես նայում էին, բայց հետո, երբ տեսան, թե ինչպես է Գևորգը միայնակ բարձրացնում ծանր քարերը, մի քանի հարևաններ, նրանք, ովքեր երեկ երես էին թեքել, սկսեցին մոտենալ։ Մի ծերունի, պապի ընկերներից, վերցրեց բահը և սկսեց փորել հողը։ Հետո մի երիտասարդ տղա, ով մինչ այդ կանգնած էր Լևոնի կողքին, հանեց բաճկոնը և միացավ Գևորգին։ Կեսօրին արդեն տասնյակ մարդիկ աշխատում էին, առանց մի բառ ասելու, առանց վարձատրության ակնկալիքի։ Լևոնը կանգնած էր հեռվում և նայում էր այդ տեսարանին, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Նա տեսնում էր, թե ինչպես է Գևորգի խելագարությունը վերածվում մի ուժի, որը միավորում է մարդկանց ավելի շատ, քան իր բոլոր սպառնալիքները։ Երեկոյան կողմ հայր Արամը եկավ շինհրապարակ և օրհնեց սկսված գործը։ Նա տեսավ, որ մարդիկ, ովքեր երեկ բաժանված էին թշնամանքով և վախով, հիմա աշխատում էին կողք կողքի, քրտինքի մեջ կորած, բայց ժպտալով։ Տիգրանի պահակները, որոնք սկզբում փորձում էին խանգարել, հիմա կանգնած էին շվարած, չիմանալով ինչ անել, քանի որ ոչ ոք չէր կռվում, ոչ ոք չէր գոռում, պարզապես կառուցում էին։ Գևորգը մոտեցավ Լևոնին, ով դեռ կանգնած էր մի կողմ, և մեկնեց նրան մի մուրջ։
Եղբայր, ասաց նա, այս մուրճը կարող է ջարդել գլուխներ, բայց կարող է նաև կառուցել տաճար, ընտրությունը քոնն է։ Լևոնը նայեց մուրճին, հետո Գևորգին և երկար լռությունից հետո վերցրեց գործիքը։ Նա չժպտաց, չներողություն խնդրեց, բայց նրա աչքերում հայտնվեց մի հարգանք, որը վաղուց կորել էր։ Նա մտավ շարքերի մեջ և սկսեց հարվածել քարին, իր զայրույթը վերածելով ստեղծարար էներգիայի։ Այդ պահին Գևորգը հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը աշխատում է, ոչ թե հրաշքով, այլ մարդկային սրտերը փոխելով։ Առավոտը սկսվեց ոչ թե արևի ճառագայթներով, այլ ծանր տեխնիկայի շարժիչների հրնդյունով, որը ցնցեց ողջ գյուղը։ Եվ Տիգրանի 3 սև ջիպերը կայանեցին ուղիղ շինհրապարակի մուտքի մոտ, փակելով մատուռի ճանապարհը։ Ջիպերից դուրս թռան մուկ ակնոցներով երիտասարդներ, որոնք անմիջապես միացրեցին մեքենաների հզոր բարձրախոսները, և օդը լցվեց անտանելի բարձր, ագրեսիվ երաժշտությամբ, որը խլացնում էր ամեն ինչ, թռչունների երգից մինչև մարդկային խոսք։ Գևորգը, ով արդեն կանգնած էր մատուռի հիմքի մոտ, ձեռքին ծանր քար, նայեց այդ տեսարանին ոչ թե վախով, այլ մի կեսակ հանգիստ վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ նրա կողքին կանգնած Լևոնին։ Տիգրանի մարդիկ սկսեցին ծաղրել, բղավել վիրավորական խոսքեր, նույնիսկ դատարկ շշեր նետել մատուռի ուղղությամբ, բայց Գևորգը չպատասխանեց, այլ դանդաղ, կարծես ծիսակատարություն կատարելիս, բարձրացրեց քարը և դրեց այն հենց նոր շաղախված ցեմենտի վրա։ Նրա օրինակին հետևեցին մյուսները՝ Անահիտը, ով բերում էր ջուր, Լևոնը, ով խառնում էր ավազը, և նույնիսկ ծեր Սիրանույշը, ով նստած էր ստվերում և մաքրում էր փոքրիկ քարերը։ Ամեն մի նետված շիշ, ամեն մի հայհոյանք դառնում էր ազդանշան, ևս մեկ քար դնելու համար, և շուտով այդ լուր համար աշխատանքը սկսեց ստեղծել մի պատ, որը ոչ միայն ֆիզիկական էր, այլև հոգևոր։ Կեսօրին իրավիճակը սրվեց, երբ Տիգրանի հրահանգով բուլդոզերը շարժվեց առաջ, սպառնալով քանդել նոր կառուցված պատի մի մասը, և վարորդը միտումնավոր գազ տվեց, սև ծուխ արձակելով ուղիղ աշխատողների վրա։ Մարդիկ հետ քաշվեցին, վախը սկսեց սողոսկել նրանց սրտերը, բայց Գևորգը չշարժվեց տեղից։ Նա կանգնեց ուղիղ բուլդոզերի շերեփի դիմաց, ձեռքերը լայն բացած, կարծես խաչված լիներ։ Նա նայեց վարորդի աչքերին, առանց թարթելու, և այդ հայացքում կար այնպիսի ուժ, որը ստիպեց վարորդին արգելակել մեքենան ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Լռություն տիրեց, որը խլացրեց նույնիսկ բարձրախոսների աղմուկը, և այդ պահին ամբոխի միջից դուրս եկավ հայր Արամը, իր սև սքեմով, և կանգնեց Գևորգի կողքին։ Նրան հետևեցին մյուսները՝ Լևոնը, Վարդանը, հարևանները, մեկը մյուսի հետևից, մինչև որ ստեղծվեց մարդկային մի շղթա, որը պաշտպանում էր մատուռը։ Վարորդը, տեսնելով այդ միասնությունը, անջատեց շարժիչը և իջավ մեքենայից գլուխը կախ, չկարողանալով դեմ գնալ այդ կենդանի պատին։ Տիգրանի մարդիկ, հասկանալով, որ իրենց ահաբեկչությունը չի աշխատում, սկսեցին նահանջել, իսկ երաժշտությունը անջատվեց, թողնելով միայն քամու ձայնը և մարդկանց ծանր շնչառությունը։ Երեկոյան, երբ աշխատանքը դադարեց, մատուռի պատերը արդեն բարձրացել էին 1 մետր, և այդ կիսակառույց շինությունը դարձել էր հաղթանակի խորհրդանիշ։ Մարդիկ չէին ուզում գնալ տուն, նրանք վառեցին խարույկ և նստեցին շուրջը, կիսվելով հացով և ջրով, ինչպես առաջին քրիստոնյաները։ Գևորգը նայեց իր ձեռքերին, որոնք արյունոտ էին ու կոշտացած, բայց նա չէր զգում ցավ, այլ միայն խաղաղություն։ Լևոնը մոտեցավ նրան, դրեց ձեռքը ուսին և առաջին անգամ ժպտաց, անկեղծ ու ջերմ։ «Եղբայր», ասաց նա, «ես մտածում էի, որ ուժը բռունցքի մեջ է, բայց այսօր տեսա, որ ուժը հոգու մեջ է։ Դու ոչ միայն մատուռ կառուցեցիր, այլև իմ հավատը վերականգնեցիր»։ Այդ գիշեր, աստղերի ներքո, նրանք երգեցին հին հոգևոր երգեր, և այդ երգը հասավ մինչև Տիգրանի առանձնատունը, խանգարելով նրա քունը ավելի շատ, քան ցանկացած բողոքի ակցիա։ Գևորգը հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե տեսություն է, այլ ամենահզոր զենքը, որը երբևէ տրվել է մարդուն՝ սիրով հաղթել ատելությանը և ստեղծելով հաղթել ավերածությանը։ Արևը կանգնել էր զենիթում և անողոք այրում էր Գառնիի ձորը, երբ շինհրապարակի դարպասները բացվեցին ուժգին հարվածով և ներս մտավ ոչ թե սովորական ջիպերի շարասյունը, այլ միայնակ, փոշոտված մի մեքենա, որի ղեկին նստած էր ինքը՝ Տիգրանը։ Նա դուրս թռավ մեքենայից առանց կոստյումի բաճկոնի, վերնաշապիկի կոճակները արձակած և աչքերում կատաղացության կարմիր երակներ, որոնք վկայում էին, որ նա կորցրել է իր սառնասրտությունը և եկել է վերջ տալու այս կրկեսին սեփական ձեռքերով։
Նա խլեց մոտակայքում կանգնած բանվորի ձեռքից ծանր երկաթյա լինգը եւ արագ վճռական քայլերով շարժվեց դեպի կիսակառույց մատուռը, որի շուրջը հավաքված էին Գևորգը, Լևոնը եւ գյուղի մյուս բնակիչները։ Մարդիկ, տեսնելով գազազած գործարարին, ինստինկտիվ հետ քաշվեցին, ստեղծելով մի նեղ միջանցք, որի վերջում կանգնած էր Գևորգը հանգիստ, ձեռքերը իջեցրած, կարծես սպասում էր հին բարեկամի, ոչ թե մարդասպանի։ Լևոնը փորձեց առաջ նետվել պաշտպանելու եղբորը, բայց Գևորգը հայացքով կանգնեցրեց նրան, թույլ չտալով բռնությանը պատասխանել բռնությամբ, եւ շարունակեց նայել մոտեցող Տիգրանի աչքերին, որոնցում կարդացվում էր միայն քանդելու եւ ոչնչացնելու մոլուցքը։ Տիգրանը կանգ առավ Գևորգից ընդամենը 1 քայլ հեռավորության վրա, բարձրացրեց երկաթյա լինգը օդ, պատրաստվելով հարվածել մատուռի նորադիր քարերին եւ գոռաց, որ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել իր սեփական հողի վրա։ Սակայն հենց այդ վճռորոշ պահին, երբ օդը լարվածությունից թվում էր պայթյունավտանգ, Գևորգը դանդաղ գրպանից հանեց մի փոքրիկ, սպիտակ մարմարե ցուցանակ եւ պահեց այն ուղիղ Տիգրանի դեմքի դիմաց։ Ցուցանակի վրա ոսկեզոծ տառերով փորագրված էին 2 անուն՝ Աշոտ եւ Գայանե, Տիգրանի հանգուցյալ ծնողների անունները, որոնց մասին Գևորգը իմացել էր գյուղի տարեցներից։ Տիգրան, ասաց Գևորգը ցածր, բայց հստակ ձայնով, որը լսելի էր անգամ շին հրապարակի լռության մեջ։ Այս մատուռը ես կառուցում եմ ոչ թե իմ, այլ քո ծնողների հիշատակին, որպեսի յուրաքանչյուր ոք, ով մտնի այստեղ, մոմ վարի նրանց հոգիների խաղաղության համար։ Տիգրանի ձեռքը, որը բռնել էր ծանր երկաթը, դողաց, եւ նրա հայացքը սևեռվեց այդ անուններին, կարծես տեսնելով ոչ թե քար, այլ իր մանկությունը, իր կորուստը եւ այն ցավը, որը նա թաքցրել էր փողի ու իշխանության դիմակի տակ։ Երկաթյա լինգը դանդաղ, շատ դանդաղ սահեց Տիգրանի մատների միջից եւ ընկավ գետնին, խուլ մետաղական զրնգոցով, որը հնչեց որպես կապիտուլյացիայի ազդանշան։ Այդ հզոր, անողոք մարդը, ով պատրաստ էր քանդել ամեն ինչ, հանկարծ կծկվեց, ուսերը կախվեցին եւ նրա դեմքի վրայից անհետացավ գազանի արտահայտությունը, տեղը զիջելու մի խորին մարդկային թախիծի։ Նա նայեց Գևորգին, հետո մատուրին, հետո հավաքված մարդկանց եւ հասկացավ, որ ինքը պարտվել է ոչ թե ուժին, այլ մի բանի, որի դեմ ինքը զենք չուներ, անշահախնդիր սիրուն։ Առանց մի բառ ասելու, Տիգրանը շրջվեց, քայլեց դեպի մեքենան, ոտքերը հազիվ քաշ տալով եւ հեռացավ, թողնելով միայն փոշու ամփ եւ խորը լռություն, որը խախտվեց միայն ծեր Սիրանույշի ցածրաձայն աղոթքով. «Փառք քեզ, Տեր»։ Գևորգը մոտեցավ մատուրի պատին։ Ամրացրեց մարմարե ցուցանակը կենտրոնական քարի վրա եւ խաչակնքեց, զգալով թե ինչպես է մի հսկայական բեռ ընկնում իր ուսերից։ Անցան ամիսներ, եւ աշունը ոսկեզոցեց Գառնիի ձոնը, բերելով զովություն եւ խաղաղություն։ Արհեստանոցի բակում եռում էր աշխատանքը, բայց հիմա այնտեղ լսվում էր ոչ թե վեճի, այլ մուրճերի ներդաշնակ ձայնը։ Մատուռը կանգնած էր ավարտուն, իր փոքրիկ, բայց գեղեցիկ գմբեթով, եւ դարձել էր ուխտատեղի ոչ միայն գյուղացիների, այլև զբոսաշրջիկների համար, ովքեր գալիս էին տեսնելու սիրո մատուռը։ Գևորգը կանգնած էր նոր խաչքարի մոտ եւ սովորեցնում էր երիտասարդ աշակերտին զարդանախշերի նրբությունները, իսկ նրա կողքին առանց ավելորդ խոսքերի աշխատում էր Լևոնը։ Եղբայրները հազվադեպ էին խոսում անցյալի մասին, բայց նրանց ամեն մի շարժումը, գործիք փոխանցելը, քարը միասին բարձրացնելը լի էր փոխադարձ հարգանքով եւ հաշտությամբ։ Լևոնը այլևս չէր խոսում վրեժի մասին, նա հասկացել էր, որ իսկական տղամարդկությունը ոչ թե հարվածելու, այլ կառուցելու մեջ է, եւ այդ լուռ աշխատանքը նրա ապաշխարությունն էր։ Տիգրանը այլևս երբեք չեկավ գյուղ, բայց լուրեր էին պտտվում, որ նա չեղարկել է հյուրանոցի շինարարությունը եւ անանուն մեծ նվիրատվություն է կատարել գյուղի դպրոցին։ Երեկոյան, երբ զանգերը ղողանջեցին, Գևորգը, Անահիտը եւ Լևոնը մտան մատուռ երեկոյան ժամերգության։ Մոմերի լույսի ներքո Գևորգը նայեց Քրիստոսի պատկերին եւ մտածեց այն երկար ու դժվարին ճանապարհի մասին, որը նրանք անցան։ Նա հասկացավ, որ Հիսուսի խորհուրդը՝ սիրեք ձեր թշնամիներին, ամենաբարդ, բայց եւ ամենաիրատեսական ճանապարհն է այս աշխարհում գոյատևելու համար։ Այն չի պահանջում լինել թույլ, այն պահանջում է լինել այնքան ուժեղ, որ կարողանաս կոտրել չարի շղթան։ Համայնքը, որը մի ժամանակ պարակտված էր, հիմա միավորվել էր այս փոքրիկ սրբավայրի շուրջ։ Եվ մարդիկ սովորել էին, որ ամենամեծ հաղթանակը այն է, երբ դու թշնամուն դարձնում ես բարեկամ առանց մի կաթիլ արյուն թափելու։ Սիրելի հայրենակիցներ, այս պատմությունը ավարտվում է այստեղ, բայց ձեր պատմությունը դեռ նոր է սկսվում։ Քանի անգամ ենք մենք կանգնել Գևորգի պես ընտրության առջև, վերցնել քարը, թե դնել այն հիմքում։
Քրիստոսի իմաստությունը դարեր շարունակ մնում է նույնը, չարը չարով չի հաղթահարվում, ինչպես կրակը կրակով։ Ես հրավիրում եմ ձեզ մտածել, կա արդյոք ձեր կյանքում մի Տիգրան, ում դուք փորձում եք հաղթել զայրույթով։ Փորձեք կիրառել վարպետի խորհուրդը, փորձեք գտնել ստեղծելու ճանապարհը քանդելու փոխարեն, եւ դուք կտեսնեք, թե ինչպես են անհաղթահարելի թվացող պատերը փլվում սիրո ուժի առաջ։ Թող Աստված իմաստություն տա բոլորիս լինելու խաղաղարարներ մեր տներում, մեր աշխատավայրերում եւ մեր հայրենիքում։ Շնորհակալություն, որ քայլեցիք մեզ հետ այս հոգևոր ճանապարհով։ Խաղաղություն ձեզ։